Ուրեմն ժողովող 11-ից 6-ը Քու հացը ջրերի երեսի վրա ցկե, քանի որ շատ օրերից հետո նրան պիտի գտնես, 7-ին ու 8-ին էլ բաժին տուր, քանի որ չգիտես, թե երկրի վրա ինչ պատուհաս պիտի գա, եթե ամպերը լեցուն լինեն, երկրի վրա անձրև կթափեն, երբ մի ծառ դեպի հարավը կամ դեպի հյուսիս ընկնի, այն ծառը ընկած տեղը կմնա, հովը դիտողը չի կրնա ցանել և ամպերին նայողը չի կրնա հնձել, ինչպես տուն, հովի ճամփու որ լինելն ու հղի որովայնի մեջ ոսկորների ինչպես կազմվելը չգիտես, նույնպես ամենաստեղծ Աստծո գործը չգիտես, առավոտ քու սերմդ ցանե և իրիկունը քու ձեռքդ պարապ մի թող, քանի որ չգիտես, թե որն է օգտակար, այս թե այն, կամ թե երկուսը հավասարապես, մինչև երեխեք ջան 6-ը կարտացի, ուրեմն ստեղ ինչի մասին կխոսացվի, այսօրվա մեր թեման ինչի մասին կխոսա, թե մեր աղքատության պատճառը որն է, որ դեպքում մենք կրնանք եղնենք աղքատ և հոգևոր և ֆիզիկական ոլորտների մեջ, քսե քու հացդ ջրերի երեսի վրա ցկե, քանի որ շատ օրերից հետո նրան պիտի գտնես, հացդ երեսի վրա ցկե, հացը և Աստծո խոսքն է և սովորական հացն է, չէ, հացը ունի երկու նշանակություն, Հիսուսը սա ոչ միայն հացով կապրի մարդ, այլ այն խոսքով, որ դուրս կելնի Աստծո բերանից, այսինքն 50-50, մարդը և ունի ֆիզիկական հացի կարիքը և հոգևոր հացի կարիքը, չէ երեխեք ջան, ֆիզիկապես փորձե հաց մի կեր, ֆիզիկապես եթե հաց չուտես, դու կմեռնես, չէ երկար ժամանակ սովամակ յանես, հոգևորով է հաց չուտես, երկար ժամանակ հոգիդ կմեռնի, այն հացը, որ նոր Աստված մեզի կուտա, նաև կուտա ջրերի երեսը ձգելու համար, մի հատ արմատապես հասկնանք, ասպես դրվագ առ դրվագ քննենք ու հասկնանք, թե Տերը ինչ կուզե այսօր մեզի սե, հացը մեզի տվել է կերակրվելու համար, հացը տվել է նաև ջրերի երեսի վրա ձգելու համար, 7-ին ու 8-ին էլ բաժին տալու համար, բայց երեխեք այդ 7-ն ու 8-ն է պիտի Տիրոջով տվեցվի, եթե դու 7-ն ու 8-ը Տիրոջով չես տա, Հիսուսը ուրդեղ կեշտարինչ կեներ, նախ Տիրոջ կամքը կհարցներ, նոր կեներ, չէ, ամեն ինչի մեջ, ամեն քայլի մեջ Հիսուսը Տիրոջ կամքը կհարցներ, քսե 7-ին ու 8-ին էլ բաժին տուր, քանի որ չգիտես, թե երկրի վրա ինչ պատուհաս պիտի գա, այսինքն, ստեղ ինչի մասին կխոսա, հացդ մենակ մի կեր, մենք այսօր հավաքվել ենք Տիրոջ սեղանի շուրջը հաց ուտելու, չէ, սիրելի հավատագիցներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի մեր եկեղեցու անտամակիցներ, 7-ին 8-ին հեչ դու բաժին կուտաս, քսես արի հացս կիսեմ քեզի հետ, արի դու էլ հաց կեր մեզի հետ, մեր եկեղեցում, կամ մեր բաժանորդները արդյոք կսեն, օրինակ մենք YouTube-ի մեջ այս ալիքի մեջ որ կմտնենք, կկերակրվենք, բերեք 7-ին ու 8-ին էլ հրավիրենք, ու գիտեք, որ 7-ին ու 8-ին պիտի հրավիրես, ու որ Աստված քու սրտիդ մեջ կդնե, որովհետև մարդիկ կար չմտնին ավելի լավ է խմպակ, քան թե մտնին ու խանգարեն, որովհետև այդ մարդիկ հլը Տիրոջից կանչված չեն, մարդկա հենց մի է կանչված, մարդկա կնա տարիմ հետո է կանչված, մարդկա 2 ամիս հետո է կանչված, չէ, դոր համար, պիտի տեսեք այսօր ինչ որ մեկին կզանգեմ, կխոսամ Տերը իմ մեջս կդնե, որովհետև արդեն իր սիրտը պատրաստել է, կամ է, կարող է, կուզե իրան հիշեցնոր, ես նայ քեզ էլի հնարավորություն տվեցի, ինչի մենք ամեն օր կխնդրենք, Տեր ջան, դու բեր են մարդկանց, որոնք որ քո կամքիդ պես են, որոնք որ ոչ թե մեր թևերը կկոտրեն, այլ մեր թևերը կբարձրացնեն, դու մեր կողքը կանգնիր այն մարդկանց, որոնք որ քեզի կօգնեն, որ քեզի ավելի մոտենանք, հասկնաք ինչ կսեմ,
7-ին ու 8-ին բաժին տուր նաև ինչ կնշանակե։ 7-ին ու 8-ին բաժին տալը նաև կնշանակե քու հացովը դել կիսվի մարդկանց հետ։ Եվ հոգևոր, եւ ֆիզիկական ոլորտում։ Արդյոք քու ձեռքդ կերգրծնես ու կօգնես կարիքավորներին։ Երբ որ կտեսնես քու քուրդ սոված է, քու աղբերդ սոված է, կքսես Տերը թող օրհնե քեզի, թող Տերը կշտացնե, թե դու ձեռքդ կերգրծնես ու կփորձես օգնես ու կշտացնես։ Շարունակությունը, այդ մասին համարներ դուրս գրել եմ, ես կամաց կկաշտամ, այն ինչ որ Տերը տվել է։ Եթե ամփերը լեցուն լինեն, երկրի վրա անձրև կթափեն, երբ մի ծառ դեպի հարավ կամ դեպի հյուսիս ընկնի, այն ծառը ընկած տեղը կմնա, հովը դիդողը չի կրնա ցանել եւ ամբերին նայողը չի կրնա հնձել։ Նայ, հովը, ամբը, քամին, դիք ո՞րն է։ Պատկերացրեք, ես կուզեմ հիմի վերցնենք Սեդաքրոջի ինչ որ բանենը։ Օրինակ կբերեմ։ Հետո կսեմ, չէ, Սեդաքուրեն, օրենպես փոտորի գերա, որ Աստված ինձ Սեդաքրոջի բաներա, խոսքի կամ աղոտ է կամ օրհն է, Սեդաքուրեն պես փոտորիգը մեր ամպես ինձ վիրավորեց, որ չէ, հովե քամի է, չէ, փոխարաբերական իմաստով երեխեք։ Ես չեմ նայ տիրոջը, ես կնայեմ Սեդաքրոջ, կսե հովը դիդողը չի կրնա ցանը, որովհետև երեխեք, կամ քու խնդիրը դե, հովն ու քամին։ Բայ, որ հանեմ Ռոզա քրոջը փող խրգեմ կամ Լիլիթ քրոջը օգնեմ, երեխեքը սոված կմնան։ Երեխեքի սիշտամ եկուց։ Դիգելի հովու քամի է։ Հասկնա, ինչ կսեմ։ Եթե դու կուզես որ Ինչ որ մեկին բան են էս Տերը քեսել է, ոչ հովին նայ, ոչ քամուն նայ, որովհետև կսե հովը դիդողը չի կրնա ցանը, ու չի է կրնա հնձե։ Այսինքն դու քո նեղություններին մի նայ։ Աշխատի էրա։ Կամ շատեր տասանորդու զոհաբերության մեջ է հավատարիմ չեն։ Ինչի՞։ Որովհետև կնայեն որ իրանց պարտքերը շատ է, իրանց փողը քիչ, ու չեն պատկերացնել որ չցանելով вообще չեն ունենա։ Вообще չեն ունենա։ Այսինքն նայեցին հովին, քամուն, փոտորիգին։ Սկանը հասկացանք, եշտանք առաջ։ Ինչպես դու հովու ճամփա ոլինելը ու հղի որովայնի ոսկորների կազմվելը, ինչպես կազմվելը չգիտես, նույնպես ամենաստեղծ Աստծո գործը չգիտես։ Ով գիտե, քամին որ կողմից կուկա ու ուր կեշտա։ Հեչմարտ։ Ով գիտե թե հղի մեջ ոսկորները ինչեղ կկազմվին։ Ոչ մեկը։ Դե որ չգիտեք, ուրեմն հանգիստ ցանեք։ Տերն որ կսե ցանե, ցանե։ Եվ հոգևոր դաշտի մեջ կամ օրինակ տեսեք, մեր քրերից մեկն որ մեր տուն դիկար, ես կվախենայի, բայ Տեր ջան, ես կրնամ արդյոք իջան, որ մեր տուն դիկա։ Ես արդյոք կրնամ իջան օգնեմ, ես կրնամ արդյոք իրան հոգ տանեմ։ Բայց ստեղ մի բան կա, հովին ու քամուն ինչի կնայես, բալես։ Ընձի նայ։ Կսե դու ամենաստեղծ Աստծո գործը չգիտես։ Այսինքն իրավիճակին մի նայ, Աստված կարմիր ծով բացող Աստված է, չէ՞։ Աստված արյուզների կուբի ցանող Աստված է։ Աստված կրակի ցանող Աստված է։ Աստված հրաշքների Աստված է։ Մեռելներից է կրնա հարություն տա, ոսկորներն է կրնա կենտանացնե։ Դոր համար, եթե Աստված մեզի կսե ինչ որ բան բդենենք, որովհետև մենք ամենակարող ստեղծիչի գործը չգիտենք։ Առավոտ քու սերմդ ցանե եւ իրիկունը քու ձեռքդ պարապ մի թող։ Երեխեք ջան, ստեղ սերմը ցանելու մասին որ մի հատ մեկնություն եկավ նորից, սերմ ցանելը նաեւ մեր աղոթքներն է։ Սերմ ցանելը նաեւ մեր աղոթքներն որ կսե իրիկունը պարապ մի թող։ Իժգունը քանիսիդ կարտնացնե, ուղակի ձեռք բարձրացրեք, Տեր որ անընդհատ աղոթել կուտա։ Հələ մի հատ սպես ձեռք բարձրացրեք։ Գիշերը կարտնացնե ու աղոթել կուտա։ Գիտեք ինչի գիշերները աղոթել կուտա, երեխեք, որովհետև ամենաուժեղ հարցակման համարյա բոլորից, չէ։ Ան քեզի կարտնացնե Աննա։ Չի արթնացնե, խնդրոր արթնացնե։ Ինքը եղավ քանի տարի ինձի կարտնացնե։ Քանի տարի ես գիշեր ինձի կարտնացնեմ ու ես կաղոթեմ ու տիրոջից ռեմա խոսքեր կստանամ, գերբնական խոսքեր կստանամ։ Հիմնականում ինքը գիշերներ իր երեխեքի հետ շատ կշփվի։ Կսե իրգունն է պարապ մի թող ձեռքդ։ Թույլ տվեք թող Տերը ձեզի արթնացնե ու ձեր միջից
աղոթել։ Քանի որ չգիտես, թե որը օգտակար պիտի լինի, այս թե նա կամ երկուսը հավասարապես, հետո դու բարին կենես, քեզի կթվա, թե չի աճի։ Երեխեք եղել է տեղ, որ ինչ որ մեկը կուդը կերել է, գցել է, մեծ ծառ է աճել։ Ուղղակի ինչ որ մշկի կուդը կերել, գցել է, մեծ ծառ է աճել։ Ինքը նույնիսկ չի մտածել, որ այդ իրակ կտից ծառ կրնա աճի։ Դրա համար որ Տերը գսե թե երեք, երեխեք չեք պատկերացնել, թե օրը պդեշտա քասնիկ մի ադմ ծառի դեմ։ Ու Աստված պիսեցի քուց անածը ծառն է։ Ու դիգե գիտեք ինչ բացվավ։ Այսօր դուք մարդկանց կվգայեք, ձեզի կթվա, թե շատերը չեն լսել։ Եկուց օրեշտակ երկնքի թակավորության մեջ գիտեք ինչ տեղի կունենա, ինչ որ մեկը կմոտենա 20 քուշ, դու գիտես որ դու չքարոզեիր, ես տեղ չի եղնի։ Լիլիթ քուր գիտես քու վկայությունովը, ես այսօր երկինքն եմ։ Արգին է քուր դու աղոտեցիր, գիտես ես բժշկվա, թեկուսպես ուղղակի օնլայն։ Հասկնակը, Աստված ինչ գերբնական գործեր կկատարի մեր կյանքերի մեջ։ Դրա համար մի դատարեք ցանել, մի դատարեք Աստծո խոսքը լսել։ Ու մի մտածեք, որ վայ, որ հանգարց ցանեցի, կբք հովը, բք հոտորիկը, բք խամին, բա հարցակումները, որ քարոզեմ իմ մասից վատը մտածեն, վատը խոսան։ Դու ինչ կուզե թող մտածեն։ Դու ցան է։ Բայց Տիրոջով ցան է, թող Տերը քու բերանդ բացե, Տերը թող ֆինանսներդ կառավարե, Տերը թող աղոթքներդ հսկե, հասկնակը երեխեք։ Ամեն ինչը թող Տիրոջով ունի։ Օրինակ ես մարմնից չեմ կրնա աղոթել։ Մեկ ընծի բաժանորդներից որ կզանգեն, կսեն թե Աննա ջան, ես ինչի համար կաղոթես, կսեմ չունիմ առաջնորդություն, երբ որ Տերը լցրեց, նոր կաղոթեմ, կզարմանան, ինչի այդպես բան եկա, հա կսեմ ես ով եմ որ աղոթեմ, եթե Տերը ինձ չի առաջնորդել։ Ես ով եմ որ աղոթեմ, ես պետք է սպասեմ, Տերը ինձ պիտի լցնոր ես աղոթեմ։